Էս մի հատ բան ունենք են, ինչ են ասում, Մանրուքյանը, թե Մարուքյանը, հա։ Նա է խոսում, այդ մարդը ինքը իրավաբան է, Մարուքյանը, հա, իրավաբան է։ Հələ նայեք ինչ է ասում, ժողովուրդ ջան, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա էլ արդեն 9 տարի սարքեց, 9 տարի ասում է ղեկավարում է երկիրը։ Մեկը 7 ասեց, մեկը 8 ասեց, մեկը արդեն 9-ն են ասում։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասեմ, ասում է 2 սրոք ծառայել է, Սերժին էլ հարցրին, Սերժը նման կերպ պատասխանեց, ես համոզում եմ, որ Սերժն ու բանը Նիկոլ Փաշինյանը իրար հետ ամեն ինչում պայմանավորված են, բան են, սենց բաներ ասում այդ հիմար ասեմ կլինի, ադե հիմար է, բա ինչա, Մարուքյան ջան, ես գիտեմ դու ինձ լսում ես, ես իրավաբան չեմ, բայց ես օրինակ ունեմ օֆիսներ, իմ օֆիսներում նստած են 60 հատ իրավաբան և աշխատում են, հիմա ես քեզ ասեմ, Ուրեմն, եթե դուք իմանաք, վարչապետը օրենք է խախտում ու երրորդ անգամ է երկրի ղեկավար դառնում, դուք լավ գիտեք սահմանադրության դատարանի տեղը, դուք լավ գիտեք, բայց ոչ մեկը դել չգիտես ինչու չեք դիմել, ինչ ժողովրդի մեջ հարիվներ եք մանգալի, ինչ եք անում, Ես իմ ինչ-որ բաներ խապեք, Փաշինյանի հանդեպ մարդկանց բանանեք, լարեք, ձեր միտքը էտ է, ինչքան կարակ Փաշինյանից վատ բան ասեք, տորմուզ տվեք, աչ քաշեք, անցել է, գնացքը անցել է, վերջ, սպասեք 31 թվին, 31 միջև 31 թիվը, Փաշինյանը կառավարելու է, բայց եթե մեկ տարուց հետո պահանջեք, ես քեզ որպես իրավաբանի, իրավական կողմերը ես ասում եմ, պահանջեք, որ նա հրաժարական տա, նա արդեն այդ հրաժարական տված, եթե հրաժարական է տալի, նա արդեն չի համարվում, որ մի սրոք մի 5 տարի երկրին նա ծառայել է, ոչ, դա արդեն զրոյացվում է, եթե նա հրաժարական է տալի, так что, եթե ցանկանում եք 31 թվին, որպեսզի այլևս Փաշինյանը չլինի, խելոք, գարան նման նստեք, միջև 31 թիվը, 2031 թիվը, աշխատեք երկրի համար, մարդիկ էլ տենան, որ դուք ես երկրի համար մի բան անում եք, ոչ թե միայն զբաղվեք մուտիլովկեքով ոչ մի բան չի լինի, 31 թվին էլ Պուտին էլ չի լինելու, չգիտեմ ով է ձեզ փրկելու, չգիտեմ, չի լինելու, 31 թվին Պուտին հաստատ չի լինելու, Հասկանում եք, մեծ մարդ է նա արդեն հնարավոր է, հիմա է արդեն նրա համար շատ դժվար, հասկանում եք, ես չեմ ասում, թե մարդը մահանալու է կամ ինչ, նա ուղղակի արդեն ծեր է, չգիտեմ, նրա պրիեմնիկը ով կլինի, կգա, ձեզ նորից Մոսկվայից կուղորդի թե չէ, բայց հնարավոր է, որ արդեն նման բաներ էլ չլինեն, ոչ մեկ չուղորդի, միջև 31 թիվը Հայաստանը մի հատ նենց պետություն է դառնալու, նույնիսկ ես մի բան ասեմ, հնարավոր է նույնիսկ Հայաստանը Ռուսաստան բենզին էլ մատակարարի, Ղրիմում 200 ռուբլի է, այսօրվա դրությամբ Կրիմում, Բենզինի գինը 200 ռուբլի է, 200 ռուբլին գիտեք, չէ ինչքան է, դրան
մի վերածեք կիմանաք ինչ արժի, բենզինը Ռուսաստանում, բենզին մատակարարող երկիր է, ամբողջ աշխարհին համարյա։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, այ Մարուկյան ջան, եթե դու չհասկանայիր, որ Փաշինյանի առաջի սրոկը, որ է մարդը ընտրվել է, նա զրոյացվել է, դու վաղուց, շատ վաղուց կդիմեիք սահմանադրական դատարան, ոչ թե կգնայիք ընտրությունների, այլ դուք թույլ չէիք տա, որ նա մասնակցի։ Ամեն ինչ օրենքով է։ Փաշինյանը երկրին ծառայել է 1 սրոկ, երկրորդն էլ ծառայում է։ Եթե ուզում եք 31 թվին ուրիշ մարդ լինի, ուրեմն խելոք նստեք, աշխատեք երկրի համար, ես մուտիլովկե կթարգեք, հերիքա է ժողովրդին հանեք իրար դեմ արա, հերիքա, ձեզ անելու բան չունեք, եսա դատական վերափոխումներ կլինի Հայաստանում, դուք արդեն այդ իրավաբաններդ խոսքս հիշի, դուղ չեք անելու մի հատ սխալ զրույց անեք, մի հատ սխալ զրույցի դեպքում ձեր լիցենզիան ձեր ձեռից վեկալելու են, հիշեք, եսա լինելու է, դատական խոր ամեն ինչ էլ լինելու է, մենակ դատական համակարգի համար չի լինելու, հենց այդ իրավաբանների, որ ինչ ուզում ասում եք, ինչ ուզում անում եք, հենց քո նմանները, դուք ամեն ինչ չի, որ իրավունք ունեք ասեք, բայց ասում եք, ժողովուրդ ջան, նման բաներ էլի, ուրեմն, ինչ ասեմ, դեսախ, ես հատ բանել լսեցի մեր Նարեկ Կարապետյանից, մեր հարգելի Նարեկ Կարապետյանից, ես բոլորին էլ հարգում եմ, բոլորն էլ հայեր են, բոլորը լավն են, վատ հայ չկա, ուղղակի մեզ կարողանում են, մեր դեմ բանան են, էլի աշխատացնեն, օտարները, կարողանում են, ժողովուրդ ջան, մինչ օրս կարողանում են մեզ, մեր ազգի դեմ օգտագործեն։ Դուք դա լրիվ տեսակ ձեր աչքով, պարզ, արդեն դա թաքուն չէին անում, պարզ անում էին, որ դուք դա տեսակ, օդանավակայանում, ամեն տեղ, պարզ տեսակ, ռուսական հեռուստատեսության պարզ ասում են, որ բան են կանում, համացանցում են, Միկա Բադալյան բան տեղադրում են, որ ով ուզում է գնա Հայաստան, եկեք փողը տալիս ենք միջև 100-150 հազար, գնացեք ընտրեք, եկեք, պարզարին, ոչ մեկը թաքուն չարավ, բայց չստացվեց էլի, չստացվեց, որովհետև հայ ազգի մեծամասնությունը Սրա նոյելի է, հայ ազգի մեծամասնությունը սիրում է էլի ազատ ապրել, ամենակարևորը, կախված չլինեմ, ես օրինակ ոչ մեկից կախված չեմ, տենը մեկ ժողովուրդ ջան, ոչ մեկից, ես ինձ համար ինչ ուզում եմ, ասում եմ, ինչ ուզում եմ, անում եմ, ոչ մեկից, ոչ ուզում եմ կախվեմ, ոչ մեկից, ոչ ուզում եմ մի առաջարկություն լսեմ, ոչ ես մի բան, ինձ 100 տարի պետք չի, ինչ տենում եմ, ինչ լսում եմ, նրանից է խոսում եմ։ Հիմա Նարեկ Կարապետյանը մի բան ասեց, ժողովուրդ ջան, դե ինչ ասեմ, մեզով ընտրել է, բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում։ Նարեկ ջան ապրես, որ գոնե շնորհակալություն էլ հայտնում ես, մարդիկ իմանան, որ ուրիշ ոչ մի բան դու իրանց չես կարողանալու տաս, միջև 31 թիվը, նույնիսկ եթե պատգամավոր դառնաս, բանը վեր ունես, պատգամավոր դառնաս, դու ոչ մի բան չեք կարող, դուք միջև 31 թիվը միայն աշխատելու եք նույն ձև, ինչ ձև աշխատել են, միայն ամենօրյա բանով
բան եք անելու, խանգարեք երկրի ղեկավարին, որ երկրում էս միտեղ գործերը պրավալ տան, ասֆալտը լավ չանեն, որակով չանեն, բարդուրները որակով չանեն, աշխատելու եք, այդպես բաներով զբաղվեք, չգաք աշխատանքի, աշխատավարձ ստանաք, բայց չգաք, նույն բանն է կատարվելու, նույն բանը, ոչ մի բան չեք անելու, թող ձեր ընտրողն էլ իմանա, որ դուք նրանց մար ոչ մի բան չեք անելու, բայց ամենակարևորը որ ախպեր, տղավարի շնորհակալությունը հայտնեցիր, այդ մի բանից գոնե թող մարդիկ գոհ լինեն, որ այ մարդ, դուք նարեկին պաշտոնեք ծվել, ինքը շատ շնորհակալա ձեզանից, ինչ ասեմ ժողովուրդ ջան, դե Սամվել Կարապետյանը իր տունը բաներ սարքել են, ինչ են ասում, լրագրողական ցենտր էր սարքել, հիմա չգիտես ինչու էլ չկա նման բաներ, ավարտվեց ամեն ինչը, բա ուժեղ Հայաստան, բան, սյոտակի, ասենք, 30 հատ պատգամավոր ունեք, դուք օրակարգեր բերելու եք ուժեղ Հայաստան ունենալու համար ինչ-որ բաներ, ընես բաներ պտի բերեք, որ են 60 հատ, 61 հոգինել են, որ կան Նիկոլի պատգամավորները, որ նրանք ասեն, հա, արա, այս մարդիկ իրականում լավ օրենքներ են բերում, ընդունենք, ինչի չընդունենք, որ Հայաստանի համարա, հայ ազգի համարա։ Դե լա նայենք, անելու եք, թե ուղղակի միշտ խանգարելու եք են դաշնակ մաշնակների նման են, Քոչարյանական են։ Միջև 26 տվի պատգամավորները, որոնք ոչ մի բան ընդհանրապես չարին, բայց եւ պարգևավճարներ էին լավ ստանում, եւ ամեն ինչ լավ աշխատավարձ էր, ոչ մի բանի դիմաց, ոչ մի բանի։ Ես հեռվից 1000 կիլոմետր Հայաստանից, հեռավորությունից, Հայաստանի համար, ես այդ 32 պատգամավորից շատ բան եմ արել, շատ բան եմ արել, իրականում ժողովուրդ ջան, ես բաներ կա, այսօր ասել եմ, մի շաբաթ հետո բեր իշխանականների կողմից այդ բաները արել են, սկսել են անել, մարդիկ, եթե հաճիշտ բան կա, այդ բանը ընդունում են, օրենք են ընդունում, են անում, մարդիկ ես մեկը խոսում են, ինչ-որ մի բան ըմբռնում են, տեսնում են, որ հա, իրականում ոնց որ լավ բան է, ճիշտ բան է, մի քիչ էլ ավելի կատարելագործում են, գրական են սարքում եւ գնաց։ Հա, տես բաներ ժողովուրդ ջան։ Են Քոչարյանն էլ որ ինչ էր ասում, գալու ենք, վայ իհարկե բոլորին պատժելու ենք։ Հիմա հեսա պատժվես Քոչարյան։ Պատժվես։ Եթե Նիկոլը քեզ չպատժեց, մենք Նիկոլին պատժելու ենք։ Այս անգամ մենք Նիկոլին պատժելու ենք։ Այ ես ասում եմ, եթե Նիկոլը քեզ չպատժեց, ախր քո արածները հանցանքներ է, իրական հանցանքներ է։ Քոչարյան, ինչի համար Սասնա-Ծռերին, են Ավետիսյանին, բանին, այդ տղերանց ինչի համար դատեցին։ Հա? Զենք էին բարձրացրել ոստիկանների վրա, ինչ որ կրակել էին բան, դես դեն, չէ՞։ Հիմա այդ նույն բանը դու չես արել։ Զենքը բարձրացրել ես, տանկերը բերել Երևանի կեստեղը ժողովրդի վրա սեք կրակել։ Դու գիտես թե դու իրավունք ունես, այն մեկը չունի այդ իրավունքը։ Դու էլ ես հանցագործ։ Դա հանցանք է։ Բա այդքան երկիրը թալանել ես, մի հատ հավ գողանողին տանում դու ջե դատում էիր։ Բա այդքան երկիրը թալանել ես, այդքան բնակարաններ են Պարոնյան փողոցում ասում է, մենակ մի շենքը մութ հատ բնակարան ունես։ Դատախազը որ ասում է։ Այ մարդ, 400,000 աշխատավարձ ես ունեցել 10 տարվա մեջ։ Դեր դու այդ աշխատավարձի ումուդին ընկած, դու արդեն տղուտել էիր միլիարդատեր սարքել, դու էլ էիր միլիարդատեր։ Ատա հանցանք չի։ Բա հանցանքը ոնց է դա։ Եթե դու չդատվես այս անգամ, այս անգամ, մենք ժողովրդով, մենք Նիկոլին պատժելու ենք։ Նա պետք է ամեն ինչ անի, թեկուզ դատական համակարգ այ սենց
զրոյից դնի դատական բոլորին տուն ուղարկի ու նորից սկսի դատական համակարգ զրոյից ստեղծելը, զրոյից։ Հասկանում ես։ Զրոյից այ ամբողջ դատական համակարգը ասում եմ լրիվին տուն ուղարկի ոչ մեկի չթողի, ոչ մեկի։ Ու զրոյից թիմ հավաքի դատավորների բանի։ Գիտեք թե քիչ կան։ Լավ գրագետ խելացի մարդիկ լիքն են։ Մի օրվա մեջ հազարավոր դիմումներ կներկայացնեն լավ իրավաբանների։ Եվ Ռուսաստանա բնակ իրավաբաններ էլ կարան գան, Եվրոպա բնակ, Ամերիկա բնակ։ Հայաստանը հիմա բոլորն էլ ուզում են գան։ Հայաստանում ես դες պարզ ասեմ, խոսքի Ռուսաստանից եթե ինչ որ մեկը, այն որ ասում եք ամեն ինչ թողեք եկեք, չէ։ Պրոբլեմը գիտեք ինչն է ժողովուրդ ջան։ Խոսքի ասենք Ռուսաստանի հայը եթե ուզում է գա, առաջի հերթին նա գալիս է Հայաստանում իր համար աշխատանք աճարում, աշխատանք ստեղծում է, որ գիտի գալու է աշխատելու է, ոչ թե գալու է մի պլակատ վերունի վրինգրի սոված եմ ինձ օգնեք փող տվեք, այլ գալիս է առաջ իր համար աշխատանքը ստեղծում է, աշխատանք ճարում է, նոր է գալի, որովհետև այդ դրսի մարդիկ դրանք շատ ծանր կյանք տեսած մարդիկ են իրականում, շատ ծանր, որ եթե մի մարդ իր տանը ոչ մի բան չի կարողանում անի, նա որ դուրս գա դուռը դռանը կարա մի բան անի, իհարկե ոչ։ Դրանք շատ ծանր կյանք տեսած մարդիկ են, դրա համար գիտեն որ մարդիկ աշխատանքով են ապրում։ Գալիս է աշխատանքը ճարում է, որ ինչով է զբաղվելու Հայաստանում որ գա։ Տունը առնելը պրոբլեմ չի, ստե ծախեց եկավ ուտի առավ, բայց աշխատանք ունենա, որ մարդը կարիքի մեջ չլի, աշխատի երկրին էլ հարգմուծի, մի օգուտ էլ իր ընտանիքին բերի, ամեն ինչ այդտենց ապրի։ Մի խոսքով իրավաբան Մարուկյան մի հատ եմ կրկնում, ես ելույթը հատուկ քո համար եմ արել, ես միտք չունեի այսօր եթեր արեմ, հատուկ քո համար, լսեցի քո խոսքը, դու իրավաբան ես, մուտիլովշիկ, ուղղակի կարողանում եք նորմալ մարդկանց նման խոսքերով փչացնել, ուղղակի բառին բուն իմաստով, նորմալ մարդկանց կարողանում եք փչացնել, հանել Նիկոլի հանդեպ, հասկանում եք, և վերջ, ուրիշ ոչ մի բանով դուք զբաղված չեք, դուք լավ օրենքները լրիվ գիտեք, եթե իմանայիր Նիկոլ Փաշինյանը երկրորդ սրոկն է, հիմա երրորդն է, դուք վաղուց հիմա սահմանադրական դատարանից պահանջել էիք, գիտես ինչ էիք պահանջելու, սենց բաներ էլի ժողովուրդ ջան, ես ամեն ինչ հետ պատրաստ եմ ասեմ, ես կցանկանամ ինչ-որ մարդիկ, նենց, բայց մի քիչ խոր իմաստով էլի թեմա, ինձ գրեք, ասեք, այ սենց թեմա, սենց էս բանի շուրջ, բայց հենց իմաստով բանալ, էլի, նենց մի հասարակ բան չլի, որ ասենք Քոչարյանի չլի, Ուչասկովի մակարդակով կարելի է այդ թեման խոսել, այդ հարց լուծել, ով նենց հետաքրքիր, լավ, ինչ-որ թեմա կուզենա, խնդրեմ ինձ ասեք, ես այդ թեմայով կխոսամ, ես ոչ մեկից էլ ոչ կաշկանդվում եմ, ոչ վախենում եմ, ոչ ես այդ մարդ չեմ, սովորական մարդ եմ, ամեն ինչ էլ կարում եմ խոսամ, ամեն ինչ էլ կարում եմ ասեմ, ինձ ոչ մեկը չի կարողանա ասի, չէ, դու պետք է նման բան չխոսաս։ Ինձ դա մենակ կարա ասի Հայաստանի դատարանը, եթե ասի արգելված է, դու իրավունք չունես, ես չեմ խոսա, եթե ինձ դատարան արգելի, ուրիշ ոչ մեկը, ես ասում եմ, կրկնում եմ, ոչ մեկը, ով ուզումա լինի, չի կարա ինձ լռեցնի,
Ես ինձպի վատ բան չեմ էլ ասում ոչ մեկից։ Ես ինչը դուք բոլորը տեսել եք, լսել եք, ես դա 30 տարվա, 35 տարվա առաջվա կատարված բաները, ես ձեզ հիշացնում եմ, դուք էլ ասում եք, հա, ես հիշում եմ ասում եք, տենց բան եղել է իրականում։ Ես ուրիշ բանով չեմ զբաղված։ Հիշեցնում եմ բոլորին։ Մեր երկրի հայ ազգի դժբախտությունը սկսվել է Քոչարյանով 1988 թվով մեր ազգի ամբողջ դժբախտությունը այդ որ ասում եք Նիկոլը տարավ մեր երեխանցս հետն է հետ է 35 տարի նրանք տարել են Եմ վաղ ձեր երեխեք չէին չէ Եմ վաղ տվա երեխեքը ոչինչ թող գնային կոտորվեին ես վերջի մի տարին որ Նիկոլը տարելա դա արդեն всё վերջն է էլի հա Ժողովուրդ ջան միշտ եղեք ազնիվ մի խոսքով մեր սաղ ազգի մեր երկրի մեր պետության դժբախտության առաջի բանը Քոչարյանն է երկրորդը Քորլևոնը Բեսջ ու նրանցից ծնված մարդիկ անունները չտամ ամենաբարձրներին ասում եմ այդքանը հերիք է նրանցից ծնված լիքն են հիմա այսօր էլ Հայաստանում մի բան է կատարվում այն Օսիպյանին են գցել մեջ ես ձեզ ասեմ Օսիպյանը ընդհանրապես ժողովուրդ вообще ոչ մի բան է նրա եղածը ոչ մի բան է դա Ղարաբաղում իշխանություն չի ունեցել դա ոչ մի բան է նրան ինչի համար են մեջ գցել որ Շահրամանյանի չխոսանք հասկացաք Շահրամանյանների նմանների չխոսանք ինչ որ Ղարաբաղցի հասարակ մարդիկ լինեն նա ոչ մի բան է նրա այդ Նիկոլը նույնիսկ զգաց որ նա вообще ոչ մի բան ասեց հանեցեք թող գնա Իրանստանը հերիք է ինչքան կանալիզացիայի հոտ շնչեց այդքանը իրան հերիք էր նա вообще ոչ մի բան է մի հատ հավիճուտ այդ արանքում նրանց արանքներում դա չկա էլ որ նրա մասին էլ մի հատ ինչ որ մեկը մտածի ես մի բան նա չկա այդ արանքներում գոյություն չունի ժողովուրդ ջան հասկացաք նա вообще ոչ մի բան է Իրանից ոչ մի բան չի ներկայացնող մարդ հասկանում եք եւ վերջ սովորական Facebook-ի բան է էլի մտնի Facebook լալալա տրալալա խոսքի ասենք իմ նման լալալա տրալալա բլա 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 всё ուրիշ ոչ մի բան ուղղակի իմ ու նրա բանն է որ ես ասենք չեմ ասում ես Քոչարյանին բռնեմ բլբուլները քամուն կտամ Քոչարյանին կամ կսպանեմ կամ ես դες բաներ չեմ ասում ես որ մի բան չեմ անի ինչի ասեմ բայց այդ հիմարը համացանցում գրում է բռնեմ մեջը կոտրեմ գլուխը կոտրեմ Փաշինյանի բլբուլները քամուն տամ ես մի բան անեմ այ գեդա դու ես որ ինչ որ մեկի էլ բռնես կամ բլբուլ քամուն տաս կամ ինչ անես ինքն էլ վարչապետի հասցեին թե բան խոսաս այդ էկոնոմաններին ուղարկում են մի քիչ քաքի հոտ շնչեք որ խրատվեք թե չէ դու ոչ մի բանի արժեք չունեցող մարդ ես տղա ջան ընդհանրապես ոչ մի արժեք չներկայացնող որ քեզանից էլ հլա այսքան խոսացինք այդքանը ուրխացի համաձայնի մի քանի հատ լայք դնող քեզ ավելացավ Ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ սա լավ է լինելու դուխով ինչ ասեմ Երկրագունդա ամեն ինչ կատարվում է մի հատ բան էլ ասեմ ես ասում էի չէ որ Իրանին նորից խփելու է Այ ինձ ասում էին արա դե լավ է ախորպես է դու որտեղ գիտես մինաս մեր Նոստրադամուս հա մինես մեկը
տենում եք որ խփում է։ Ու գիտեք ամենակարևորը իմ մտքով որ անցել է ինչն է։ Ամենակարևորը ինչն է։ Ուրեմն երբ սկսվեց Հայաստանում ընտրությունները, Ամերիկան այդ պատերազմը դադարեցրավ։ Հայաստանում ընտրությունները ավարտվեց, հաջորդ օրը կռիվը նորից սկսեց։ Դա ինձ համար հանելուկ է։ Ու ուղղակի հանելուկ է, էլի ես չեմ ուզում ասեմ ինչ որ մի բան կապ կա դրա մեջ։ Ոչ։ Կարող է եւ կա։ Ես ինչ իմանամ։ Ասում եմ դուք էլ մտածեք, էլի։ Ես ինչ իմանամ, ժողովուրդ ջան։ Կարող է եւ կապ ինչ որ կա։ Կարող է եւ չկա։ Լավ մնացեք մինչ երեկո ժողովուրդ ջան։ Մի խոսքով, եթե ում հետարքրում է, մի հատ այնց ինչ որ հետարքիր թեմա կա, որ ինչ որ մարդ չի կարողանում, կաշկանված է, չի կարողանում այդ թեմայից խոսա, ասեք, ես կխոսամ ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ։ Լավ մնացեք, բարի օր եմ ցանկանում բոլորիդ։